Ինչ է կարծում գլխավոր դատախազը քրեական գործընկերոջի Փաշինյանի դեմ սահմանադրությամբ իր լիազորությունները գերազանցելու համար։ Ինձ թվում է ոչ։ Թողեք, թող հանգիստ իրահունով ամեն ինչ գնա։ Բայց չպետք է հարուցի գործ, որովհետև հաստատի պետությունը խառնվում է եկեղեցու գործերին, ինչը սահմանադրությամբ թույլատրված չէ։ Գիտեք ինչ, մեր եկեղեցին էլ իր դիրքում չի։ Եթե եկեղեցին իր դիրքում լիներ, նման բան չէր պատահի։ Կարծում եմ չի հարուցի։ Դե հիմա կյանքն է այդպեսին։ Բայց պետք է։ Պետությունը հաստատի խառնվել է եկեղեցու գործերին, ինչով որ իրավունք չունի սահմանադրությամբ։ Իրականում եկեղեցին էլ շատ բան իրավունք չունի, բայց խառնվում է։ Այսինքն մեղավոր է եկեղեցին։ Երկու կողմն էլ մեղավոր են։ Չեմ կարծում։ Չեմ հավատում ուղղակի, որովհետև արդարությանը ընդհանրապես չեմ հավատում, երկրում այլևս։ Բայց պետք է հարուցի գործ իր լիազորությունները գերազանցելու համար։ Հա։ Պետք է, եթե արդարություն լինի, իհարկե։ Այո։ Բայց կանի ձեր կարծիքով։ Ոչ։ Ինչու։ Իրան հարցրի։ Այո։ Իսկ հարուցի հավատում եք։ Չեմ հավատում։ Չեմ հավատում, որտեղ կառավարությունը ստեղծված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Չեմ կարծում, որովհետև ամեն դեպքում կարծում եմ դատախազի թելերն էլ Փաշինյանի ձեռը տակ։ Բայց պետք է հարուցի եկեղեցու գործերին խառնվելու համար, որտեղ սահմանադրությամբ հիմա Դե շատ կա գործեր կա, որ պետք է հարուցի, բայց հարուցվում է, ոչ մի բան էլ չի հարուցվում։ Շատ գործեր կան, մենակ այդ չի։ Բոլորս էլ տեսնում ենք։ Հիմա չէ, բայց հնարավոր է հետագայում։ Սպասենք լավին։ Իհարկե չի հարուցի, իրանք մի թիմ են, միասին են աշխատում։ Մեր գլխավոր դատախազն էլ է կատարում Փաշինյանի հրահանգները։ Բայց պետք է հարուցի ձեր կարծիքով, որտեղ սահմանադրությամբ պետությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին։ Իհարկե պետք է հարուցի, բայց չի հարուցի։ Դժվար թե։ Ինձանից հեռու մնացեք, հավես չունեմ, խոսալու հավես չունեմ ազիզ ջան։ Սահմանադրությամբ պետությունը իրավունք չունի խառնվել Պետությունը խառնվել է իրար, ով ում տերնա չգիտեն։ Այդ է։ Մենք այն ժամանակ շատ լավ ապրում էինք կոմունիստի ժամանակ։ Հիմա դարել է կաշա այս քաղաքը։ Հասկացաք։ Ինձ դուրս չի գալի հիմիկվա կյանքը։ Կոնկրետ ինչը ձեզ դուրս չի գալի։ Ինչը դուրս չի գալի, ղեկավարությունը ճիշտ չի աշխատում։ Որոնք են սխալ քայլերը։ Ես չգիտեմ ով է քայլում, բայց ես գտնում եմ, որ իրանք լավ չեն կարողանում կառավարել երկիրը։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, որտեղ մեր կառավարության դիրքորոշումները շատ փոփոխական է, ըստ ինձ չեմ կարծում։ Բայց պետք է հարուցի։ Որտեղ սահմանադրությամբ լիազորություն չունի պետությունը խառնվել եկեղեցու գործերին, բայց տեսնում։ Այո, չունի։ Բայց մեր իրականության մեջ հակառակն է ապացուցում, շնորհակալ։ Գլխավոր դատախազը թող քրեական գործ հարուցի Հրանտ Մարգարյանի վրա։ Մարդ, որը լպեր ձևով հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ը պորտակում էր այդ տագանք վիժվածների կողմից։ Եվ պատական չէր, որ այդ տագանքները, այդ վիժվածքները հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ զանգահարել էին հենց Հրանտ Մարգարյանին։ Ում մասին է խոսքը։ Դաշնակ Հրանտ Մարգարյանին։ Այն նրա վրա պետք է գործ հարուցեն։ Չեք լսել։ Տականքները ովքեր են, որ ասում եք զանգել են։ Տագանքները ոճրագործները հոկտեմբերի 27-ի, որ ասում է դա ժողովրդական պորտկում էր, ժողովրդական պորտկում չէր, ժողովրդական պորտկումը, երբ Կարեն Դեմիրճյանը ժողովրդի պահանջով մտավ քաղաքականություն, այդ դա էր, վերացանվեց ժողովուրդը, արդեն հույս ուներ, որ ինչ-որ բան կլինի, ու այսօր այդ տագանք վիժվածքը 168 ժամի յութուբյան օրախնդիր, հա, իմ կարծիքով օրախնդիր, այդ հաղորդաշարի ժամանակ նման հայտարարություն է անում։
որ դա պորտուգություն էր, պորտուգում էր։ Այս հրա մասին թող դուք խոսեք, այս հարցերը տվեք։ Դատախազությունը գործ կա հարուցի թե չէ։ Նիկոլա Փաշինյանի դեմ պետությունը սահմանադրությամբ իրավունք լիազորություն չունի եկեղեցու գործերի խառնվել։ Մի րոպե, դա գիտեք ինչ, դա հասկանալի է, բայց Նիկոլ Փաշինյանը ժամանակին պետք է թողեր, որ այս ամենաթողությունը, այս անպատժելությունը տեղի ունենար։ Բոլորը պետք է պատժեին ժամանակի, որ այս իրավիճակը ստեղծվեր։ Թե չէ Փաշինյանի դեմ ինչ քրեական գործ։